Ես ինքս իմ մտքերում sense հասկանում որ նենց ուղակի ելույթ չի էլի մա sense կոնկուրսա որ ես շուտիկի իմ հարազատ երկիրն եմ ներկայացնելու գնալու ես աշխարհի ամենամեծ բեմերից մեկում լնես ու տենց դիմացդ 50, չգիտեմ 70,000 հոգի մարդ ալնելու այդ պահը պատկերացնում ես միշտ էլ եղել է էլի խոսակցությունը հա ռաբիս sense ինչ որ շատ են լսում ռաբիս ինձ թվում է հա հարցենա ով ինչա ստանում մյուզիկից էմոցիա կամ ինչ որ էներգիա արտիստներ կան որ երգը կոնկրետ գրում են նենց որ ինքը ինչ որ կտոր TikTok-ում viral գնա տարածվի շատ ամբողջ տարիների երգերի եվրատեսի երգերի մեջ հենց սթրիմինգներով երկրորդ տեղն է Ռոզալի ասում է արդեն այն ձյացկանը որ հին երգերա դնում իր ավտոյի մեջ արդեն դու ես Բարև ձեզ, այսօր մեր պոդքասթի հյուրն էր Պարկը, ով որ այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրատեսիլում։ Նրա զրուցել ենք իհարկե Եվրատեսիլից, թե ինչպես է երգը հաղթել եւ ինչպես է նա պատրաստվում Հայաստանը ներկայացնել Եվրոպայի այդ մեծ բեմում։ Շատ խոսել ենք երաժշտությունից, նա կիսվել է իր սիրած խմբերի, ժանրերի մասին, մի քիչ ես եմ խոսել, կներեք, չի կարող։ Խոսել ենք նրա Հայաստան տեղափոխվելու, ստեղծագործելու ընտանիքի, սպորտի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդքասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Դա իրոք օգնում է, որպեսզի մեր ոդքասթը շարունակական, անընդհատ առանց ընդհատումների գա ձեր YouTube դուք էլ վայելեք կամ վատ կոմենտ գրեք։ Մայիսի 10-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա Rearrange Day միջոցառումը, որի ընթացքում կունենանք 4 live podcast ու կխոսենք բազմաթիվ թեմաների շուրջ։ Դուք էլ կկարողանաք ձեր հարցերը ուղղել։ Իսկ մեր միջոցառման գլխավոր գործընկերն է Freedom Broker Armenian, միակ բրոկերը Հայաստանում, որը հաճախորդներին տրամադրում է ներդրումային լայն հնարավորություններ եւ մուտք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներ։ Freedom Broker Armenian ոչ միայն բրոկեր է, այլ նաեւ կրթական հարթակ։ Freedom Academy-ի միջոցով այն աջակցում է ներդրումային մշակույթի զարգացմանը մեր երկրում։ Այն միջազգային Freedom Holdings Corp-ի մաս է, որի բաժնետոմսերը ցուցակված են Nasdaq ֆոնդային բորսայում։ Դե ինչ, կտեսնվենք մայիսի 10-ին։ Գնացինք։ Պարկ ջան, ո՞նց ես։ լավ դու ոնց ես Լավ, մերսի շատ։ Մինչև սկսելը խոսում ենք քո ամենասիրած խմբի մասին, Beatles-ի։ Կարամ տենց ասեմ, որ ամենասիրած խմբն է։ երևի սիրածներից մեկը այսինքն հա sense բայց դվոր sense շատ ազդ է իմ վրա sense կարելի է ինձ թվում հա Հա, իսկ էլ ինչ խմբեր ես սիրում կամ երաժիշտների։ օրինակ sense մի անգամից հիշեցի Mumford & Sons Վաու։ հա որովհետև Այդ խումբը շատ քիչ մարդ է լսես այդտեղ, բայց շատ լավն են։ լսի հա բայց քիչ ես չկարողացա ֆիքսեմ ինչքան որտեվ sense լինում է որ ոնց որ մի երկու երգ sense հարցնում ես հա որտեվ շատ հայտնի երգեր է օրինակ I will wait չգիտեմ բայց իրականում երևի հա օրինակ Ռուսաստանում էլ այդքան շատերը չեն լսում բայց Mumford & Sons-ը Beatles-ից հետո երևի այդ երկրորդ խումբն է որ ին վրա տենց ազդել է Հա հա որտեվ Beatles-ը ազդեց Beatles-ի ժամանակ տենց ավելի տենց Beatles-ոտ է սկսել գրել տենց ինչ որ տենց օկոլո տենց rock and roll ինչ որ այդ բանով բայց եթե որ Mumford & Sons-ը արդեն լսեցի տենց արդեն գնացի դեպի indie folk rock տենց արդեն ինչեւ հիմա էլ չգիտեմ այդ ժանրը կարող է հիմա տենց էքսպերիմենտների մեջ եմ, ասես մի քիչ արդեն sound-ը բան, բայց ինձ թվում է այդ indie folk-ը հենց չգիտեմ իմն է, ուզում եմ երևի տենց ապագայում ինձ թվում է տենց էլ անեմ, էլի տենց այդ indie folk-ը փորձեմ միքսել, ինչ որ կարող է ինչ որ հայկական, չգիտեմ, տենց մելոդիաների հետ, բան տենց, բայց այդ indie folk-ը միշտ էլ մինչև հիմա էլ տենց գիտեմ, իմն է շատ եմ սիրում։ Բայց այդ ժանրին ո՞նց ծանոթացար։ Ինքը օրինակ տենց շատ պոպուլյարնի ժանր չի։ Լսի,
այդ ինձ թվում է այն ժամանակետի մոտավոր 2012-13 թիվներ, որ տենց արդեն ոնց որ սկսեցի տենց ավելի տենց լուրջ ինչ որ փորձեր գրել, տենց ստեղծագործել։ Ինձ թվում է այդ ժամանակ այդ ժանրը շատ տարածված էր, շատ ոնց տրենդի մեջ էր, որովհետև չգիտեմ, հիշում եմ իմ ընկերները, տենց շրջապատը տենց հենց այդ ժանրի մեջ ենք իրար միշտ ուղարկել, հենց այդ ժանրի մեջ երգեր տարբեր, չգիտեմ, Lumineers, Codaline, The Head and the Heart, մատ խումբ կա ամերիկական էլի այդած երգը, չգիտեմ, էդի ոնց որ այդ էսենց ինձ արցնես, ասես օրինակ քո այս տարիների մի քանի հատ երգ, օրինակ top 3 երգ, ես օրինակ այդ մատ երգա, հենց այդ երգը կասեմ, որովհետև ուր գնում ենք այտենց հենց իմ մոտիկ ընկերներով այդ երգը անպայման երգում ենք։ Որ երգն է իրանց։ Այս ասեմ Rivers and roads, rivers and roads, rivers and roads. Դա Հետո բանկանում քեզ ցույց կտամ կլսես։ Ունեմ այդ։ Ես էլ եմ ինձի մեծ ֆանատ, հա։ Հա։ Ավելի շատ բան եմ ես մի քիչ ոնց որ ավելի շատ ինձի ռոք եմ լսում, բայց այդ ժանրը ինձ էլ է շատ հոգերազատ։ Հələ պատմի ում ես քո այդ տոպերը, չգիտեմ, ով մեզ սիրում։ Լսի, բանը երևի Killers։ Իրանք այտենց իմ ամենասիրած խմբերից են, ինձի երևի ամենա չգիտեմ, Oasis-ն է կարելի ասել ինձի, Oasis եմ շատ սիրում, սպասի ասեմ, ով կա իմ playlist-ում, Beirut, Beirut 81 Love, Basement, չգիտեմ, Basement-ը վերջերս TikTok-ում է viral էր գնացել, շատ գժական երգեր են։ Ինձ թվում է, եթե տենց ինչ որ լսեմ, կա պրոստը սենց երևի շատ քիչ եմ լսել։ Այս երգը հաստատ լսած կունես։ Հա։ Անջատենք YouTube-ը բլոգ չանի։ Հելով կա։ Glen Hansard-ին գիտես։ Հա, իհարկե։ Ինձ թվում է երևի Երևանում ինձ թվում է տենց կա մի քանի հոգի մարդ շատ քիչ էր Glen Hansard-ին ավելի քիչ էր ինձ թվում է գիտեն, քան Mumford & Sons։ Հա, ինքը ավելի քիչ հայտնի է, բայց բանը հավատա Երևանում լիքը հետաքրքիր երաժիշտների լսող շատ մասսական, ինձ էլ օրինակ մինչև ոդկասթը թվում էր, որ տենց լավ երաժշտություն լսողները քիչ են, բայց հետո որ ոդկասթը սկսեցի անեմ ու ինքը ինչ որ քիչ պոպուլարություն ձեռք բերեց, լիքը մարդիկ գրում էին այդ մուզիկայի հետ կապված, որ մենք էլ ենք այդ լսում, բան, չգիտենք, որ Հայաստան այս վերջերս բանի մասին է խոսում Deftones-ի, ասում են մենք չգիտենք, որ Հայաստան Deftones լսող կա, ասում են workout-ները սա դրա տակ անցնում։ Այսինքն մենք սխալ ենք էլի մտածում, որովհետև ինձ թվում է ես օրինակ ես վերջերս դες քիչ եմ, այդ շփումը քիչ է, այսինքն ոնց բացատրեմ, այսինքն sense դու ինչ որ sense մտածում ես sense, հա, բայց իրականում որ ավելի sense խորանաս, ավելի sense տարբեր մարդկանց հետ շփվես, որովհետև դա չգիտեմ, կա հենց քո շրջապատը, քո դες մոտիկները ու մեծ sense տարիներով շփվես, բայց շատ ռեդկի է լինում որ ինչ որ նոր ծանոթություններ, որ sense գնաս sense մատ, չգիտեմ, ուրիշ ավելի փոքր պակալինիայի մարդկանց հետ sense նու պայտակա կա լինի ինչ որ միտեղ գնաս, միտեղ նստես զուտ sense random ինչ որ ծանոթություն sense չգիտեմ, սկսեք մյուզիկից խոսալ, բան, բայց ես զգում որ իմ համար այս վերջերս քիչ է ինչ որ, ունակ առաջ ավելի հաճախ էր sense ինչ որ։ Մեր ոդկասթի գործընկեր Իտալ Սոլարն արդեն ունի իմ կարծիքով ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարկոսներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում, եւ դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթություն, որ արդեն անցել ես կուտակած էներգիան սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 8128 հեռախոսահամարով։ Դա հիմա երբ շատ զբաղված ես։ Հա, արդեն տենց։ Իսկ ո՞նց է, հաճելի է այս process-ը Եվրատեսիլի մասնակցելու, պատրաստվելու։ Լսի, իրականում հաճելի է, պրոստը sense խառնա, sense
Սենց մի մոմենտ ամեն ինչ sense շատացավ, այսինքն sense իրար դեպ փորձեր sense ինտերվյուներ օրինակ որ գնացինք այդ Ամստերդամ Մադրիդում այդ pre-party-ներին ընդ օրինակ 2 օրվա մեջ sense չգիտեմ sense շատ sense ակտիվ խոսալ ինտերվյու, փոքր ինտերվյուներ տուտա-սուտա общий շատ է так experience-ա sense ու sense չգիտեմ sense մի քիչ sense sense լարվածություն կա էլի sense որտեվ հա sense մտածում ես միշտ հեսա մի քիչ մնացե 2 շաբաթ մնացե sense այսքան է մնացե sense արդեն պատկերացած բայց vibe-ը вообще էներգետիկան լավն է այսինքն sense ինչ որ sense բան sense որ բանոնի չէ вообще sense կրուտը Իսկ պատկերացնում ես որ մի օր Եվրատեսիլ կմասնակցես օրինակ դու Instagram-ում մի հատ շատ լավ վիդեո ունես որ այնտեղ փոքր ժամանակն ես ցույց տալի քուրիկիդ հետ որ այնտեղ պարում եք երգում եք ու այդ լավ վիդեո այտենց սիրուն վիդեո ու մտածում եմ օրինակ այն ժամանակ որ այտենց փոքր էր երգում էր պարում էր չգիտեմ գիտար էր նվագում պատկերացնում էր որ մի օր օրինակ Հայաստանն ես ներկայացնել Եվրատեսիլում մենք միշտ նայում ենք ամեն տարի էլ ընտանիքի հետ նայում ենք Եվրատեսիլը, տենց ոնց հավաքվում ենք, տենց մայիս ամիսը, տենց այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը, բան, բայց ոնց որ չէ, երբեք չեմ մտածել, որովհետև չգիտեմ, այդ Եվրատեսիլը տենց մտածում ես, բայց չէ, դի տենց ոնց ներկայացնել, երևի դե ընտրում են դե գիտեն ուղարկեն տենց ու չի եղել տենց ինչ որ երազանք այսինքն ես չեմ եղել ֆանատ այսինքն հա ես միշտ սիրել եմ հետաքրքրվել նայել ամեն տարի ով է ինչ տենց ուսումնասիրել բայց տենց դե որտեվ տենց ֆանատներ կան ովքեր գիտեն ով է տենց այս տարին ով է ախտել տենց ամեն ինչ գիտեն էլ ես չէ ես տենց կողքից տենց հա տենց Իսկ երգը դու ես գրել երգը մեծ թիմով են գրել, այսինքն ես ընդ ինչ որ հատվածներ ես եմ գրել, հատվածներ ընդ ուրիշ songwriter-ն ընդ sense չգիտեմ 7-8 հոգի song-ը Իսկ երգը մինչև Եվրատեսիլն է գրել թե Եվրատեսիլի թիմի հետ եք արդեն աշխատել ոնց է օրինակ հետաքրքիր այդ process-ը ոնց է առնում Հենց դեպի Եվրատեսիլից ստացվում է մի ամիս առաջ, այսինքն երգը եթե sense full որ գրեցինք երգը երևի մի 10 օրվա մեջ, այսինքն մինչև deadline-ների այդ որ ուղարկենք։ Հա։ Այդպես ուղարկեցինք վերջի այդպես 2 րոպե մնացել, որտեղ 12-ը ու վարի 10-ը։ Ու այդ վերջի 2 րոպեն այդպես վերջի պրավկի քարեցինք ուղարկեցինք։ Բայց երգը չէ, հենց վերջի այդպես մի ամսվա մեջ է այդպես ոնց որ մի քանի տարբերակներ կար, հասկացանք որ էսի ավելի sense ինչ որ ունի այդպես պոտենցիալ ու այդպես թիմով սկսեցինք արդեն այդ երգի վրա sense Մեծ թիմ է աշխատը Դե 7-8 հոգի, դե ամենայն ովքեր ամենաշատն են աշխատել դե Թոմաս Ջիսոնն Բենջամին Ալասուն անցած տարվա Շվեյցարիայի The Code երգի հեղինակն է Թոմաս Ջիսոնը Լորենի Euphoria ու Էլիես վերջերս որ ախտեց Tattoo այդ երկու երգի բանայլի հեղինակն է Պիտեր Բոստրոմը ինքը մաստերինգ էր անում ինքը էլի այդ Euphoria-ի Tattoo-ի մաստերինգ անողն է այսինքն եթե ամենաշատը Թոմաս Ջիսոնը ու Բենջամին Ալասուն այդ իրանց հետ ասած Իսկ դու իրանց ոնց outreach հարցրել ոնց սկսեց իրանց հետ աշխատես հետաքրքիր է process-ը Պրոդյուսեր շնորհիվ Մարտին Մուրադյանի շնորհիվ ինքը ոնց որ sense մինչև այդ ինքը ինչ որ կոնտակտներ ուներ, որտեվ այդ Եվրատեսիլի ժամանակ տենց ստեղծվել է Թոմաս Ջիսոնի հետ ու տենց Մարտին տենց գրվեց կոնկրետ բան եք, դե ոնց որ տրամադրված եք որ հաղթեք գնաք Եվրատեսիլ, եթե տենց թիմ էիք հավաքել։ Դե գիտես ինչ, այսինքն sense նես չէ որ sense նստածենք sense ահա հավաքենք այս մարդկանց ուղղակի sense երևի ինչ որ ընթացքում են ստացվեց որ Բենջին ուղարկեց, Բենջինը sense sense ոգևորվեց, ասաց ես մեծ սիրով կաշ, այսինքն ոնց որ մարդիկ են sense ցկտել աշխատել, այսինքն այդ կապը ստեղծվել է, մարդն այնպես ոնց որ ցույց տվել, նայեք sense հիմա արտիստն է, sense երկա ու ոնց ասեմ զգարելիս, վառվեցիք էդից ու տենց
Հա, նու դե չէ, իհարկե sense դե մենք էլ sense ահա էսի բենջինա իր հետ գիտակ կլինի աշխատել ինքը այս տանցած տարվա այդ հաղթող երկի բանա sense ոնց որ դա մենք էլ sense ինչ որ լավ բանկ ստանանք, այսինքն կտա էլի արդյունքները, որտեղ այդ մարդիկ ոնց որ զգում են կիմանան էլի ոնց Հա, ոնց որ Եվրատեսիլը լոգիկա ունի, այդ իրանց երկերը այդ լոգիկայի մեջ պետք է հաղթող էլի ոնց որ մեկ թե տենց չի։ Չնայած ես հիշում եմ մի տարվա Եվրատեսիլ, որ այն խումբը, որ հաղթեց, ոչ մեկ չէր սպասում այն բանը, հիշում ես Hard Rock Hallelujah-ն։ Ֆինլանդիան էր ոնց որ։ հա Այսպես մասկեքով բաներով։ Ես մի 10 տարվա բան եմ ասում, եթե ոչ ավել։ Էդին նենց է սենց տպավորել, մինչև հիմա որ սենց արցնում են։ Սաղ շոկի մեջ էին Հայաստանում։ Հա, իդիոտ սենց հա ու երբեք տենց բայց չեմ հիշում օրինակ եղել են հենց այդ տիպի ինչ որ երաժիշտներ, էլի այտենց վաու տենց մասկեքով ինձ չի եղել երևի լորդից հետո կամ էլ եղել է չեմ կարող հիշեմ, բայց այդ լորդի բենդը հայտի որ սենց 2006 թվին է։ ճիշտ։ Համարյա 20 տարի առաջ, 10 տարի եմ ասում։ Բայց մինչև հիմա սենց Ես հենց նոր ինչ շատ հին զգացի։ Արիչ խոսանք տխրություններից 2006 թիվ ես գիտեմ մի քանի տարի առաջ էր։ Պոդքասթում ես ուժեմ ասում սենց ես էս վերջերս ավելի եմ սկսել սենց հասկանալ ոնց է այդ ժամանակը, որովհետև չգիտեմ սենց մեկ երգեր եմ սենց ինչ որ նաբրոսկեկ դեմոներ եմ բանանում սենց ու հասկանում որ մի քան տարվա բաներ են էլի, այսինքն զապիսներ են, չգիտեմ, վիդեոներ են ընկերներիս հետ, չգիտեմ, սենց ես շոկի մեջ եմ ավելի արագանում ժամանակից։ Լսեն նոր գիտես ինչ էի խորացել որ բանը եւ երբ որ մենք փոքր էինք պապան Led Zeppelin-ներ լսում, այն ժամանակ Led Zeppelin-ը ավելի մոտիկ էր, քան օրինակ մենք հիմա որ Nirvana ենք լսում։ Մատել, այսինքն Օրինակ Led Zeppelin 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ որ լսում էին Led Zeppelin-ի ալբոմները, այդ մի 27-28 տարի առաջ էր։ Հիմա որ մենք լսում ենք Nirvana, այդ արդեն 30 տարվանից ավել է։ Ճիշտ է։ Այն որ էսա կլինի 30։ Nevermind երբ որ թվի ալբոմ էր։ 90 քանի թիվ էր։ Ինձ թվում է ես երևի կամ ծնվել էի, այսինքն 94-ում եմ ես, կամ մինչև այդ տարիներին, 92 91 թիվ։ 91 թիվ, պատկերացնում ես։ 34 տարվա ալբոմը։ Ահա։ Բանը որ հայտնի մեմ կա որ ասում է արդեն այն ձյացկանը որ հին երկերա դնում իր ավտոյի մեջ արդեն դու ես։ Լուրջ է։ Բայց գիտես, բայց դու նկատել ես որ օրինակ հիմա անշե երկեր կան, որոնք sense ինչ որ հին երկեր են, բայց random ինչ որ դառնում են ինչ որ sense Հա TikTok-ը չի օգնում։ Հա, sense ասում ես, վաու, այսինքն այս երկը վաղուց բոլորը մոռացել են, բայց sense չգիտեմ։ Բան օրինակ Dreams-ը կհիշես, բանի ոնց է այդ խմբի անունը Fleetwood Mac-ի TikTok-ով առաջի երևի տենց լուրջ համաշխարհային viral գնացած երգերից էր այդ Fleetwood Mac-ի այդ ալբոմը 77 թվի ալբոմն է, հեսա ինձ իմանամ եմ, Rumors ալբոմը ու ինքը TikTok-ով viral գնաց, բայց մեքսիկացի տղա էր skate քշում ու սոկեր խմում, այդ տակից այդ երգներ գնում։ Լսած կլինես, սպասի դինեմ։ Մի ասրու էլի։ Իհարկե, հա։ Իհարկե, դու ինչ ցան բաներ։ Հələ էսա մասկի եկել։ Լսած կլինեմ, բայց չի ֆիքսել։ Հաստատ լսած կլինես, ինքը TikTok-ով viral գնաց, դաժե Billboard-ի 100-ի մեջ հայտնվեց 77 թվի երգ։ Չգիտեմ, սերիալներն օրինակ բանը, ինչ անունը, Stranger Things-ը, Очень странные дела, հա։ Այդտեղ էս վերջի սեզոնում մի հատ էլի երգ հայտնի դառավ 80-ականների երգեր կամ Metallica-ի բանը, and Metallica-ի երգն է հայտնի դառավ, ու էս թազա սերունդը հայտնաբերում են այդ խմբերը, որ մենք փոքր ժամանակ լսել ենք էլի։ Ահա, այդ սերիալի մեջ իրական շատ տենց լավ երգեր են ընտրը soundtrack-ի համար։ Հա որ խորհում ես ինչքան մեծ դեր ունի էլի երաժշտությունը սաղից կյանքում։
Չգիտեմ, համանայն դեպս իմ ու քո հաստատ տենց է։ Շատ պրոստը sense որ հիշում եմ ինչքան sense հետաքրքիր պահեր են եղել հենց ու երաժշտությունը ոնց որ այդ պահերը երգերի ինչ որ երգերի հետ բան է եղել տպավորվի, այսինքն դու ինչ որ երգերով կարաս դաժե հիշես ինչ որ ժամանակ, ինչ որ օրեր, ինչ որ ամիսներ, ոնց որ sense չգիտեմ։ Հա, օրինակ, չգիտեմ, այդ երգը հիշում ես, որտեվ 19 տարեկան էր, ես երգը, չգիտեմ, համալսարանը ավարտեցի, մեկը, չգիտեմ, առաջի սիրո հետ է կապված։ Նա իմ այլ ասում ես, ես հասկանում եմ, արդեն մեծ ենք, այսինքն 10 ոնց որ շատ արագ է գնում։ Հա, բայց մեկը այդ ամեն ինչը շատ մեծ հետք է թողում մեր բոլորի վրա։ Օրինակ քո վրա ամենաշատ հետքը որ խումբը կամ որ արտիստն է թողել։ Ասացիր, որ Beatles-ը տենց սկիզբն էր, որը քեզ ստիպեց գիտարը ձեռքդ վերցնես ու նվագես։ Բայց ում ես օրինակ ամենաշատ influence ալնում։ Նկատի ունես հենց այն ժամանակ որ սկսում է թե հենց հիմա։ Ну, հիմա օրինակ, չգիտեմ, քո երաժշտության վրա ինչ որ խմբեր կամ արտիստներ կան, որ իրանց երաժշտությունը քո վրա այդպես ազդեցություն ունեն երաժշտական առումով, էլի։ Ես ակ փորձ եմ ասել, ինձ թվում է ես դա երևի չեմ ֆիքսում այդ, այսինքն հիմա sense տարբեր լսում եմ։ Ես հա մոտավոր կասեմ, բայց ինձ թվում է ես երևի դաժե sense ուղակի չեմ կարող ֆիքսեմ, որովհետև ամեն ինչ sense ինչ որ ձևի մի քիչ sense ազդում է, հետո sense ինչ որ ու այդ մեջ միքս է ստացվում, ու հետո ինչ որ ստեղծագործելիս կարա sense մի ուրիշ ձև արդեն sense Փոխվի։ հա չգիտեմ, ես վերջերս Post Malone, հա։ որ հա մի մոմենտ ես իրան չէի լսում, բայց ես վերջերս sense չգիտեմ ինչու sense իր այս կարող էս վերջի իր այս ալբոմները Այդ country ստիլով, հա։ country ստիլով, իր բեմի, չգիտեմ, այդ sense Ձևափոխվել է, հա։ հա sense չեմ ասում sense իրան sense շատ լսում եմ, բայց sense մեկ sense մտնում եմ տեսնում ինչա, ոնց է, ինչա sense հետաքրքրվում եմ sense իր ելույթները, live-երը, ինչ որ YouTube-ում գրում նայում։ Տեսել ես, որ բանը այս վերջերս մի քանի հատ ռոք խմբի հետ նվագել է։ Alice in Chains-ի հետ երգեց Drewster-ը։ Մեկը բանի Nirvana-ի հին սաստավի հետ Smells Like Teen Spirit-ներ երգը live։ Փասեմ թող, Ես վերջերս երևի այնց մի քանի ամիս առաջ մաքսիմում։ Այսինքն եկել են Post Malone ու Որ գրես Post Malone Nirvana, հաստատ YouTube-ում կբերի կամ Post Malone Alice in Chains։ Դե երկու խմբի երգիչներն է այսօր չկան, բայց հետաքրքիր է լսել, որ այն մարդը որ հիփ-հոփ էր կատարում այսօր։ Չնայած Post Malone-ի ինտերվյուները որ նայես ինքը ասում է, որ ինքն իր արմատներն էլ ռոք, ինքն էլ ռոքից գալ էլի։ Ինքա ոնց որ ինքը սկզբանում հենց այդ ավելի այդ ոչի մեջ էր, այսինքն սկսում չէ, տենց ինչ-որ ռոք է դու։ Հա, ռոքա սկսում, հետո անցնում է հիփ-հոփով հայտնի դառավ, հիմա էլի հետ է գնում ոնց որ ռոքին ու քանթրին էլի։ Միքս հա։ Կրուտա։ Ելով Սա մատիշեմ իմ պլեյլիստը։ Գիտես ինչ եմ հասկացել, որ ես վերջերս համատում եմ մատնդե sense բանկա, ոնց որ կոչվում է Discover Weekly, չեմ հիշում։ Հա, Spotify։ Հա, ու ինչ որ sense ինչ որ նոր ինչ որ sense անծանոթ արտիստների, հա, ու հասկացել եմ, որ ես վերջերս շատ եմ լայքում ինչ որ chill երգեր, հա, ինչ որ sense ավելի sense vintage-ով sense sound-ով երգեր, sense էլի ինքը sense այդ chill այդ sense vibe-ի մեջ, sense որ lo-fi, չգիտեմ, լավ թեմա չեմ բանանում, էսա։ Չէ, օքեյ է, կարաս պատմես ինչ ես լսում։ Վերջերս շատ դու սիրում ես պորտուգալական music։ Ինչ որ բաներ լսում եմ, բայց կոնկրետ տենց արտիստ, որին հետևում եմ կամ լսում եմ, չեմ կարող ասեմ։ Պրոստը հասկացամ նենց սիրուն լեզու է։ Այսինքն
ինքը ոնց ասեմ շատ մի ուրիշ է, այսինքն ինքը ոնց որ իսպանական ունի այդ vibe-ը, բայց օրինակ ես շատ եմ սիրում այս տարվա այդ Եվրատեսիլի Պորտուգալիա երգը, միշտ էլ այս տարիները, չգիտեմ, վերջ տարիները Պորտուգալիան միշտ այնց ու մի հատ երգչի կա Մարո է ոնց որ Մարո ոնց որ եթե ինքը 2022 թիվներ ոնց որ Պորտուգալիան ներկայացնում Հա, Մարո ճիշտ ես ասում, Portugal singer։ Ինքն էլ էլի sense, չգիտեմ, էլի indie folk-ի ինչ որ տես այնց իր պորտուգալերեն լեզվով, sense դե հիմա ինքը արդեն խառնում է անգլերեն անում, որտեվ դա Ամերիկայի հետ է փոխվել ինքը, բայց sense չգիտեմ, ինձ հենց այդ իրանց մյուզիկը, sense այս վերջերս սկսել եմ ավելի շատ պորտուգալերեն, հա, տես լիքը ասմոտ ֆեստիվալներ ու այդ լեզուն ես չգիտեմ, sense մի ուրիշ ցև է, sense Դա շատ քաղցր լեզու է, հա։ Այդ հա։ Օրինակ, չգիտեմ, մեքսիկական երգեր եկա որ լսում ես, նես կամ թեկուզ նույն բրազիլիականներն է։ Մի տեսակ sense vibe կա մեջը, sense մի անգամից տրամադրություն լավանում է, էլի։ Ու բանն է, օրինակ, չգիտեմ, այդ իրանց տխուր երգերն էլ մի տեսակ անգամ եթե բառերը չես հասկանում, նույն իմ դեպքում ես չեմ հասկանում։ Ոնց որ sense գա հոգիդ մտին զգաս էլի ինչ է երգում ինքը։ Չգիտեմ։ Ես տենց իմ վրա sense շատ La Fama երգն է շատ իմ վրա բանար է Ռոզալիայի Հա Ռոզալիա La Fama Այդ լսած գրն ես էտել Հա լսել եմ այդ գիտես ինչի է փոքր ժամանակ որ անգլերեն երգեր էինք լսում հոշի բան չէինք հասկանում հետո մեծացանք սկսեցինք բառերը հասկանանք ինտերնետը հավտել ինտերնետում մատ թարգմանությունը կարդալը Օրինակ մի հատ վիդեո ես վերջերս Instagram-ում ունեմ հենց այդ թեմա որ Rihanna-ի Umbrella երգն է որ ռուսերեն թարգմանած Դիմոյ Zontik Իրոք Էլա Բայց դու համարում ես որ երաժշտությունը պարզացել է հիմա թե չէ Պարզացել նկատի ունես որ ավելի հեշտ է ինչ որ այսինքն նա օրինակ բան կա չէ տենց դիսկուրս կա որ չգիտեմ 70-ականներին 80-ականներին 90-ականներին երաժշտությունը վերջներ 2000-ականներից սկսած հա հիփ-հոփը մի քիչ ոնց որ փրկեց բայց հիմա ոնց որ ասում են տենց որակով երաժշտություն էլ չի մնացել Ինձ քո կարծիքն է հետաքրքիր էլի ես միանշանակ դրա հետ համաձայն չեմ որովհետև լիքը թույն արտիստներ կան նոր բայց օրինակ հետաքրքիր է դու ոնց ես վերաբերվում դրան արդյոք մուզիկանտների որակն գելա թե տենց չի Ես էլ համաձայն չեմ ինձ թվում է չեմ ինձ թվում ասեն ժամանակ անցնում է օրինակ անցնելու է ինչ որ մի 15-20 տարի այդ տարուց իշելու օրինակ էս այսինքն Ոնց որ լավերն են մնալու Հա ինձ թվում է ստե չես կարելի ասել այն ժամանակ sense կային sense իմա sense չէ լիքը շատ ուղղակի ինձ թվում է քանի որ արդեն կարող է մյուզիկ ավելի շատ է ու դժվար է գտնել sense ինչ որ լավ ու իրականում հաճախ հենց sense դա լավ է իրականում sense չգիտեմ լավը ինչն է լավ այսինքն մարդ կա որ էսա սիրում մարդ կա է սիրում մի քիչ այդ լավ վատն էլ էլի չգիտեմ ոնց տարբերակ է էլի հա որակով կարան քանա կա ինչ որ որակ կա օրինակ սաունդի որակ կա ավելի տեխնիկի բան կա դե ինչ որ արանժիրովքի են գործիքները ոնց են նվագում չգիտեմ այդ մաստերինգը սա կարաս ասես լավ է թե չէ բայց օրինակ ճաշակը քո համար ոնց է օրինակ ասում են մարդը ճաշակով է, մեկը ճաշակով չի։ Օրինակ դու դրան ոնց ես վերաբերվում։ Նա օրինակ ասեմ, Թաթուլի վերջի համերգը, չէ՞։ Դրանց լիքը մարդեր գնացել։ Ու մարդիկ խոսում են, վայ, ոնց կարելի է այդ խիան այդքան մարդ գնացել։ Այդ ախվերտուրները գալիս է գնացել են։ Ես չգիտեմ այդ համերգի մասին, բայց ես ռադիոյով տաքսիով գնում եմ, ռադիոյով ինչ որ մի մոմենտ լսեցի, որ այդ թեման էր քննարկվում։ Հա, սա այդ թեման էին քննարկում, չգիտեմ, վիդեոներ նկարեցին, պոստեր գրեցին,
ոնց որ հա դե ինչ։ Okay, հա, այսինքն, չգիտեմ, միշտ էլ եղել է էլի խոսակցությունը, հա, ռաբիս, այնց ինչ որ շատ ենք լսում ռաբիս, չգիտեմ, ինձ թվում է երևի կարող է ինչքան մարդ օրինակ շատ է լսում, օրինակ մյուզիկը սկզբանե սիրում է ու այսինքն ինչ հայրան մյուզիկը տալիս։ Այսինքն մյուզիկա մի մարդուն կա ուղակի զուտ միացնես ինչ որ ֆոնովի, sense որ բան տա մի մարդու համար, չգիտեմ, զուտ պարապելու համար օրինակ մյուզիկը պարապելու համար է, մեկի համար ինչ որ հա հարսանիք օրինակ ուրախությունը, հա, այսինքն չգիտեմ, ինձ թվում է այդ ոնց հայերեն այդ naslушен է, այսինքն լսվածություն, հա, ինչքան շատ է լսել, ինչա լսել։ Հա, ու ինձ թվում է ես նաև կարող գալիս է օրինակ քեզ փոքր ժամանակ ինչքան տարբեր բաներ են միացել, օրինակ ինչ որ կարող ասես մի երկու բան միացրեք, ոնց որ կամաց քո մոտ էդի ասես ճաշակ ձևը։ Կարող է, հա, չգիտեմ, sense Բայց դա ինձ լավ point ասեցիր։ Օրինակ, չգիտեմ, իմ երաժշտական ճաշակը ձևավորվել է իմ ծնողների պատճառով։ Այն ինչ որ իրանք լսել են, ին վրա ազդեցություն է ունեցել ու հետո դրա վրա ես կարողացել եմ ավելացնեմ, build up անեմ։ Ու մի մարդ կա իր ծնողները ուրիշ ժանր են լսել, ինչ անի այդ մարդը, հետո չի խորացել կարող է։ Ավել դրանից չի պետք եղել իրան։ Օրինակ ինձ ֆիզիկապես պետք է, որ ես երաժշտություն հայտնաբերեմ, լսեմ նոր արտիստներ, նոր ժանրաներ, չգիտեմ, ես խորանում եմ, բայց մարդկա դրան պետք չէ, ոնց որ քո ասածն ես ասում, ինքը երաժշտությունը իր համար հարսանիքին կամ ծնունդին ապարելն է, ու դրանով սահմանափակվում է։ Ինձ թվում է հարցերն ով ինչ է ստանում մյուզիկից։ Հա, Այսինքն, հա, այդ ինչ, այսինքն էմոցիա կամ ինչ որ էներգիա կամ չգիտեմ։ Իսկ քեզ ինչ է տալի երաժշտությունը։ Ինձ ես շատ լավ արծա ու sense ոչ sense հեսա պիտի մացենց քիչ sense ված մտածեմ ինձ որ sense ասում են չէ նու մյուզիկը միշտ օգնում է ինչ որ կյանքի բայրի տարբեր օրերում օգնում է ու ես էլ նույն ձևի կարամ ասեմ որովհետև ուխիա ֆիքսվել ինձ ոնց որ երաժիշտներ կան Նո Գլեն Խանսրդը որ այսինքն ես միշտ իրան հիշելու եմ, միշտ իմ լավագույնների մեջ լինել, որտեվ ինչ որ կյանքի պահեր հա, չգիտեմ, ինչ որ տխրություն ես զգում, ինչ որ sense նո վատ օրա կամ լավ օրա ու մի տեսակ սկսում ես ինչ որ այդ օրինակ այդ արտիստը հենց օգնել է ինձ այդ ժամանակ, այսինքն կարող է նաև չեմ էլ հասկացել ինչև ինչի մասին է երգում, չեմ օրինակ հա ինտերնետ կար, բայց զուտ այդ չգիտեմ այդ vibe-ը, այդ իրա այդ ոնց ասեմ այդ նադրիվ, այդ որ sense այդ էմոցիան առանց հասկանալու լեզուն մեկա ինձ մի ձևով օգնել է, այսինքն։ Հա։ Ես այդ շատ լավ հասկանում եմ, չեմ ասում։ Մի հատ պատմություն պատմեմ COVID-ի ժամանակ թող ամեն ինչ փագեր, վատ էր, ես այդ COVID-ը շատ վատ էի տանում ամեն առումով էլի գործնական է մնացած ինչ շատ ճնշված ու վատ է զգում այդ 4 պատերանքը sense մեքենայով այդ թուղթը թղթերով էինք դուրս գալ այդ թուղթը ձեռս դուրս եմ գալի գնում եմ ու նեղված sense կուտակված այդ սավ էմոցիան մեջս այդ COVID-ից բանը ու այդ բանին բանը միացավ Pearl Jam-ի Present Tense-ը երգը իսկ մա լսած կլինես Pearl Jam-ին գիտեմ այդ երգը ֆանտաստիկ գործ է էլի բայց ինքը օրինակ խիին վրա տենց ազդեցություն է որտեվ այդ բահին այդ էմոցիոնը որ ես արդեն պետք է դուրս գա մեջից ինչ որ մի ձև այդ երգը միացավ ու ոնց որ օգնեց այդ պահը հաղթահարեմ ու նենց այդ պահը տպավորվելով այդ պահը հենց կապված է այդ երգի հետ Այդ եմ ասում, հենց ոնց ասեմ, հենց в нужный момент էլի հենց այդ պահին այդ երգը բանը հավայտնեց ու դից շատ երգեր կան օրինակ չգիտեմ Kid Cudi-ից հետնես մի քանի հատ երգեր կա սիրում ես հա Լսի
չեմ հետևում ես վաղուց էս վերջը չեմ հետևում, բայց օրինակ այն ալբոմը ոնց էր մոռացել եմ Moon ինչ որ The Man on the Moon ոնց որ հա soundtrack To My Life to my life հա հա դի շատ լավ երգ է էդի հետո նույն ալբոմից ընդ մի քանատ երգեր հա շատ հա դի իր նոմինալ երևի լավ ալբոմ էր The Man on the Moon-ը հա ոնց են երգեսը Lion հա բանը Lion էլի այդ ալբոմից պասի Heart of a Lion հա 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 Kid Cudi Fan Music այս ալբոմի մեջ գիտես ինչն է դուր գալի որ երգը բրցնելուց հետո նաև ինչ որ տենց պատմություն է պատմում մի քանի վայրկյան ճիշտ է հա տենց գիտես մեկ է ում ալբոմներ մի հատ հայտնի ռուսական ռեժիսոր կար է արդեն հասկանում չեմ հիշի մի հատ մուլտիկ նկարեց Ձևից Բեկման Բետը ոնց որ հա Ջևից այն որ հասկացա այն որ ինչ որ կուկլա հա մարդուկներն էին հա Ես այդ մուլտիկի մասին ես գիտես ոնց եմ իմացել Գուֆը մի հատ ալբոմ ուներ որ ամեն ալբոմի վերջ երգից հետո այդ մուլտիկից ինչ որ ֆրագմենտ էր լուրջ հա այտենց ինտերնետում post տվեցի որ հասկանում եմ ինչա դե ֆորումներից մեկում գտա որ այդ մուլտիկից է ու նայեցի ու այտենց տպավորված է որտեվ շատ դուրս եկա շատ լավ է դա շիշում եմ չեմ հիշում թե այնց սյուժետը ոներ բայց այդ մտիկ դա դες ինչքան ես սովորաբար այսքան շատ չեմ խոսում просто որ մյուզիկի մասին է թեման այդ կոնեման իմ համար էլի ինքը շատ մեծ տեղ ունի չնայած ես երաժիշտ չեմ էլի բայց ես այդ թեմայով հա խոս sense գիտես ինչ ավելի շատ sense որ հենց ինչ որ այդ կյանքի այսինքն մյուզիկը այդ կյանքի հետ sense այդ կապը էլի այդ որ ասես խոսալ ու sense այդ թեմայով ավելի sense այսինքն ոչ թե sense ինչ որ տեխնիկա այսինքն խմբերը ինչ որ sense ալբոմը հա էսա լավ է որ sense արդեն կյանքը ոնց բացատրեմ այսինքն մյուզիկը soundtrack to my life այսինքն իրոք հա soundtrack to my life հա իրոք իսկ հիմա որ պատկերացնում ես որ այսօր գնալու ես աշխարհի ամենամեծ բեմերից մեկում լնես ու տենց դիմացդ 50, չգիտեմ 70,000 հոգի մարդ ալնելու այդ պահը պատկերացնում ես հա ես վերջերս ես մատը չեիշում ինչքան չգիտեի հենց Եվրատեսիլը քանի մարդ են նայում հենց այդ օրը ու հա մատ Google-ով նայեցի 160-ից մինչև 200 միլիոն մարդ 200 միլիոն հա ու այդ մոմենտը մտածում եմ վաու ես ասում եմ դու հասկանում ես ինձ նայել են այդ 3 րոպեն 160 միլիոն նայ այդ զալում լինելու են ոնց որ 14-15,000 մարդ ես էլ որ չգիտեմ չեմ այսինքն պատկերացնում եմ չեմ վախում sense ինչ որ բան չկա էլի այսինքն հակառակ sense հա ուզում եմ sense էլ տեսնենք ոնց է դա դրական լարում էլի excitement sense հա ու sense որ այս բան եմ մտքով որ այդ օրը այսինքն այդ օրը ես հետո հիշել եմ այսինքն բոլոր կյանքը հիշել եմ հա այդ օրը sense հա շատ հետաքրքիր է հա միանշանակ տենց չգիտեմ այդ չեմ պատկերացնում մոտ է sense հա ինչ զգացումներ կունենաս ես ուզում եմ փորձեմ հասկանալ դու ինչ զգացմունքներ ունես դրա հետ կապված անգամ չեմ կարող պատկերացնել էլի բայց հետո որ գնաս երկես կգաս կպատմես հա մատ բան կանենք իրոք դրանց հետո էլ մատ մեծ սիրով կամ խոսենք իսկ ոնց ես քո երաժշտության ստեղծագործելու այդ ապագան տեսնում ինչ ես ուզում անես Եվրատեսիլից հետո ես հասկացա որ ուզում եմ առաջին ուզում եմ ինչ որ տարբեր փառատոների մասնակցեմ այսինքն ինչ որ Եվրոպայում ինչ որ կարող է նաև Ամերիկայում ինչ որ հենց տարբեր երկրներում ինձ հետաքրքիր sense տարբեր երկրներում հա sense
համ երկրների հետ ծանոթանալը, որովհետեւ դա այդքան շատ էս դե շատ քիչ եմ էս վերջերս առաջ անգամ էս Եվրոպայում եղար, որտեղ գնացինք այդ պոստկարդի նկարանման այդ որ պիտի Եվրատեսիլում ամեն երկրում պոստկարդ լինի։ Ուզում եմ մասնակցել տարբեր ինչ-որ ֆեստիվալներում, ինչ-որ երաժիշտների ծանոթանալ, տենց ինձ ցույց տալ, բայց նաև հասկացա, որ ուզում եմ ինչ-որ ֆիքսվեմ ինչ-որ սաունդիս վրա, այսինքն որովհետև ես հələ sense ոնց ասեմ, պոիսկի մեջ եմ։ Ժանրայից, սաունդի ճիշտ, հա։ Հա, հասկանում եմ, որ sense տարբեր բաներ եմ ուզում փորձեմ, sense տարբեր ինչ-որ ժանրեր եմ ուզում փորձեմ, ու sense իրար հետ ուզում եմ այդ ամեն ինչ sense միքսեմ, այսինքն ինչ-որ շարունակեմ իմ սաունդը հայտնաբերելը։ Հա, նաև շատ կուզենամ ինչ-որ կարող հետաքրքիր արտիստների հետ կոլաբանել նաև, բայց ավելի շատ, հա, առաջնահերթին ուզում եմ հենց մացենց, չգիտեմ, ստեմ, ստեղծագործեմ, նաև ճանապարհորդեմ, որովհետև հասկացա, որ այդ ճանապարհորդությունը բերում է ինչ-որ իր էներգիան է տալիս, որը քեզ օգնում է հետո ստեղծագործել երկրելու մեջ, ինչ-որ, հա, ես ինձ թվում է նոր երգեր գրել ու sense գիտես ինչ sense չեմ ուզում sense ինչ-որ sense երկար ինչ-որ մի ալբոմ գրեմ, sense գրեմ ինչ-որ ու հետո որտեվ հիմա դա հա հիմա sense երկար գրես ալբոմը պետքա sense պետքա ավելի քչով, բայց sense ավելի հաճախ տալ, ինձ թվում է, այսինքն մարդկան sense հա բայց հա ու պրինցիպե սորվա տեխնոլոգիաները թույլ են տալի, որտեղ արդեն ալբոմից անցել ենք սթրիմինգի։ Հիմա EP-ները ավելի երևի։ Հա, EP-ներով, սինգլներով։ Օրինակ նայում եմ արտիստներ կան, որ 10 տարի ալբոմ չեն հանել, բայց կարող է տարին երկու հատ EP հանեն կամ տարվա մեջ 10 հատ սինգլ հանեն։ Որտեվ դա ավելի արագ կարաս հա բանոնես մարդկանց չսպասեն դա երկար, դու ավելի արագ կարաս 3-4-5 երգ EP-ի մեջ մատ բանոնես մարդկանց ասեն ցույց տաս, քան ստե հա երկար մի տարի ալբոմը, հա որտեվ իրոք շատ Իսկ ո՞նց է այդ process-ը երգ գրելու, օրինակ կոմոդ ո՞նց է դու երգը գրում ես, հետաքրքիր էլի այդ միտքը որ ծագեց մինչև որ մենք կլսենք, այդ process-ը մի հատ կպատմես ո՞նց է տեղի ունենում։ Իմ մոտ ես հասկացել եմ, որ առաջնահերթին ես ծնվում է ինչ-որ մյուզիկա, այսինքն դա կարա լինի ինչ-որ մելոդիա, ինչ-որ չգիտեմ դիկտաֆոնով մատ մելոդիա կամ ինչ-որ ուղակի ռիֆ կամ ակորդներով ինչ-որ sense ուղակի 3 ակորդ, որի վրա օրինակ ես ինչ-որ մելոդիա կստեղծագործեմ, պրոստը ինչ-որ տա-տա-տա, ինչ-որ ոնց են ասում բաներ, այդ ջինգլը, հա, ու դիկտաֆոնով զապիս կանեմ ու հետո արդեն ինչ որ կասկանամ մոտա որ ինչ vibe-ա տալիս ու դրանից իրականում էդի դժվար է, որովհետև ուզում եմ փորձեմ նաև հակառակը, միտք գրեմ, տեքստ գրեմ ու հետո արդեն փորձեմ դրա վրա արդեն ինչ-որ մյուզիկ, որովհետև ես նկատել եմ, որ 90% երևի ժամանակ ես հենց մյուզիկ եմ գրում, հետո նոր տեքստը։ Հա, մեկ-մեկ էդի իմ համար տեքստը երևի ամենադժվարը, ամենայդ բանը էդի տեքստ գրել։ Լինում է որ ինչ-որ միտք է գալիս ու սենց 2-3 ժամվա մեջ կարող ասես գրես, սենց արագ, բայց հաճախ ավելի շատ է կարամ սենց մյուզիկ ինչ-որ մի օրվա, երկու օրվա մեջ անեմ, բայց այդ տեքստը մինչև սենց գրում եմ, մինչև հասկանում եմ ինչ եմ ուզում ասեմ, մեկ-մեկ չգիտեմ ինչ եմ ուզում ասեմ, այդ էլ այ որ ասում եմ ուզում եմ մատ Եվրատեսից հետո մատ իմ սաունդի մեջ նաև ինձ թվում է մատ հասկանամ ինչ եմ ես ուզում ասեմ փնտրտուքների մեջ ես այդ շատ արտիստների մոտ նորմալ ճանապարհը բաններ չէ Մայլս Դեվիսներ ասում են շատ երկար ժամանակ տևեց մինչև ես սկսեցի նվագեմ իմ նման վաու ինքն է աշխարհահռչակ ջազմեն
Եթե այդ մակարդի սկզբում դու ուրիշների նման ես, փորձում ես կոպի անես, իրանցից ինֆլուենսեր, բայց ընթացքում դու արդեն սկսում ես հասկանալ քեզ ինչն է դուր գալի, սկսում ես հասկանալ դու ինչ ես ուզում տաս, ոնց որ ասեցիր, քո սաունդն ես հայտնաբերում, գտնում ու դառնում ես քո նման։ Հա։ Դա չգիտեմ, տարօրինակ է հնչում, բայց տենց ամեն մեկը մի օր մեզ գտնում ենք, մենակ երևի երաժշտության մեջ չի ամեն տեղա տենց։ Հա, ինչ որ տարիների իրոք sense չգիտեմ։ Ու կա ինչ որ լինում է օրինակ մի մարդ է էս շուտ իրան չգիտեմ, մի մարդ sense, այսինքն կա ինչ որ ժամանակ կամ ինչ որ կոնկրետ ոնց ասեմ возраст Տարիք։ Հա։ Չէ, երևի ամեն մեկի մոտ տարբեր է։ Օրինակ կան չէ խմբեր, որ դու փոքր տարիքից լսում ես, հետո թազա ալբոմ են հանում, լրիվ ռադիկալ ուրիշ է։ Որտեվ իրանք փոխվել են։ Իրանք ուրիշ ձև են դարել ու պետք չի անպայման սպասել, որ այն ինչ որ դու 15 տարի առաջ լսել ես, ինքը նույն բանը պետք է նվագի, չէ՞ ինչ։ Տենց չի լինում, էլի, տենց եթե ինքը անընդհատ նույն բանն է նվագում, նույն բանն է երգում, ուրեմն որպես արտիստը երևի չի աճում, էլի։ Իսկ արտիստներ կան, որ դու տենց չգիտեմ 15-20 տարի է լսում ես ու ամեն անգամ որ իրանց սաունդը փոխվում է, դա քեզ մեկա դուր է գալիս։ Ինձ թվում է երևի դա չեմ կարող ուղղակի հիշեմ տես արտիստներ որ այնպես փոխվում է, այսինքն որտեղ հիմնական sense նույնը չէ, բայց այսինքն այնց իրանց ինչ որ ժանրի մեջ է, այսինքն կա ինքը սաունդը փոխվում է, բայց մեկ այդ ժանրը պահում է։ Հա։ Իսկ Գլեն Հանսերն եմ ուզում ասեմ, բայց մեկա ինքը մեկա իր այդ չգիտեմ, իր այդ սաունդը, այսինքն ինքը sense չէ որ ինքը ամեն ալբոմ ինչ որ էքսպերիմենտներով ինչ որ հետաքրքիր նոր բաներ է դարձում, բայց sense ասեմ որ sense ռադիկալնի ուրիշ չգիտեմ։ Կողտու գիտես։ Կոմը։ Որ շատ է փոխվել օրինակ բանը Coldplay-ը։ Այն Coldplay-ը որ ես լսում եմ, չգիտեմ 20 տարի առաջ ու այն ինքն է նույն ինչ որ մեկա իր չնայած չէ լավ ճիշտ է, այդ sense sound-ը Coldplay-ը շատ է փոխվել։ Ու անգամ երբ կարելի ասել ժանրը փոխվել։ Տենց խմբերից երևի բանը One Republic, Maroon 5, որ որպես տենց rock սկսեցին, լրիվ ուրիշ բան հիմա դառան ավելի շատ դեպի pop, կամ բանը Gwen Stefani-ին։ Ճիշտ է։ Ելով կա որ շատ է փոխվել։ Նույն Post Malone-ը որ խոսեցին։ Հա։ Հիմա ես էլ փորձում եմ հիշեմ։ Գիտեմ ես կա Linkin Park լսել ես։ Լսում ես։ Չեմ լսում։ Վաղուց չեմ լսում։ Նու իրանք նա իրանք այն առաջի մի քանի ալբոմով շատ ավելի այտենց new metal էր, այտենց շատ մետալի կտոր կար, հետո շատ pop գեց ու շատ իր ֆանատներ դրա համար իրանց քննադատում են, դե Chester-ի մահից հետո էլ չկար խումբը, հիմա նոր աղջիկ վոկալիստ են վերցրել, ազնիվ եմ ասում, փորձեցի լսեմ, չկարեցա։ Chester-ը որ չկա Linkin Park-ում, ինքը ուրիշ խումբ է, էլի, պրոստը պետք է անունը ուրիշ տնեին, չպետք է վոկալիստին փոխեն ու նույն անունը պահեն, բայց դե մարդիկ են փորձում են, օքեյ է, ես փորձեցի լսեմ, որոշ բաներ անգամ դուրս եկավ, բայց այն որ Linkin Park-ը առանց այդ երգիչի ես պրոստը չեմ կարող պատկերացնել, ու դա իմ խնդիրն է, էլի, ոչ թե խմբի։ Ինձ թվում է դա սպասելի էր, որովհետև չգիտեմ, sense որ քեզ ասում են Linkin Park, մի անգամուց Դա Chester-ի այդ iconic այդ գորալն էս մի անգամից ուղեղիդ մեջ գալի կամ եսի։ Не знаю. Նույնը որ ասես Beatles հա։ Իսկ այսօր ինչ ես լսել։ Հələ մա տեսած նայենք։ Երեք այս երգն է, որը էլի ինձ թվում է viral է դարձել, բայց մի քիչ բանը ոնց որ speed up են անում որ երգը այսինքն չեն արագացնում, այսինքն հա մի քիչ արագ մի հատ երկու հատ տոն բարձրացնում են, հա։ Բայց այս օրիգինալն է bad not good
Այսի շատ լավն է։ Ֆանտաստիկ երգ է, լեզ լավ vibe ունի չի։ Այսօր գնացել էի gym հենց դարոշկի վրա, հենց այս երգի տակ է։ Հա։ Այդ թեմավել է, գիտես, հետո ուզում խոսել։ Սպորտով լավ զբաղվում ես, ակտիվ։ Դա հա, դա զալ, Bodybuilding, հա։ Հա։ Ինչքան ժամանակ արդեն զբաղվում ես։ Հենց որ սենց սկսել գնալ, հենց տեղափոխվեցի Հայաստան ու տենց հա երևի ստացվում է 22 թվից, հա։ Հա, ինչ տեղափոխվել, նոր է սկսել, ասինքն 2 տարի է։ Հա, որ սենց մշտական գնալը, հա, որտեվ առաջ սենց կա ասես մեկ սենց գնայի, բայց լուրջ սենց ինչ որ չի հետևում իմ, չգիտեմ, ֆորմա մարմնին, հա, բայց այս վերջի 3 տարին հա սենց իսկ ինչ ազդեցություն ունեցեք հորը։ Այսինքն ֆիթնեսը նկատելուց։ Հա։ Քեզ որպես մարդ տենց ինչ որ ազդեցություն ունեցել է հորը։ Եթե ֆիզիկապես, այսինքն դե ինչ որ փոխվել, ինչ որ ասեմ, որ սենց ուրիշ ձև եմ ինձ զգում, ֆիզիկապես կարող է լավացել այն, ավելի տոնուսի մեջ եմ ինձ, այսինքն զգում ավելի սենց, չգիտեմ, իրականում որ ասեմ սենց ինչ որ փոխվել է, չէ, պրոստը Քեզ ավելի լավ ես գա։ Ավելի լավ, ավելի սենց ավելի սվեժի երևի, չգիտեմ։ Այդ լավ բառ է, գիտես։ Բայց իրականում որ գնաց պարապ մեզ գալիս ես ծեծված հոգնած ես, չգիտեմ, մեկնած ես ոնց կարա քեզ էդի սվեժի պահի եթե դու գնում ես սենց գալիս ես։ Հոգնելու։ Հա, բայց սենց հա, դու որ սենց սիրունա սենց նայում ես, ասես, արդեն թիկունքը մեջ կհա պլեչի բան սենց հա, դա համել հա, դա բեմա ելույթար սենց ինտեսքը կարա։ հա, առաջ այդ չի բանանում, տենց չի ֆիքսում, բայց սենց արդեն հասկացա որ պետք է հա պահել, որտեվ դեսել եմ սիրում, տենց, այսինքն հիմա քաղցր չեմ մեկ ավտում, բայց միշտ էլ քաղցր ուտել, տենց սիրար եմ։ Բոլորս։ Հա, դա չգիտեմ։ Հիմա հասկանում եմ, որ դա հիմա դիետա է, հիմա տենց ինչ ելույթի համար դա ոնց որ չեմ ուտում, որ մարմինս տենց հա, բայց հա, չգիտեմ։ Հա դժվար է էլի այդ ամենը, ասինքն պետք է ոնց որ կոնկրետ սպասելիքներ կա, այդ պետք է կարողանաս պահես, հատկապես նման կարևոր բեմադրել։ Սպորտսմեններն ու օրինակ մի հատ ես պրոֆեսիոնալ սպորտսմեն ընկերներ ունեմ, որ նայում եմ իրանք ոնց են ապրում, իրական հեշտ չի, էլի որ ամեն գրամը, որ մրցումներից առաջ, այդ կշեռվելուց առաջ ոնց են անում, այդ տենց։ Էդի ես չեմ, էդի ուրիշ էդի։ Հա, այդ ավելի դժվար է ու այդ է իրանք կյանքն է, իրանք դրանով են ապրում ու իրանք համար դժվար է, բայց պարտադիր պայման է, էլի։ Իսկ այդ քաղցրի հետ կապված մի հատ ընկեր ունեմ, ասում է ես քաղցր չեմ ուտում, քաղցրակեր չեմ, բայց իսկ թվում է թաքուն կոնֆետ ուտում։ Հասկանում մարդ քաղցրակեր չունի։ Իրականում ինչքան էլ գնում է թաքուն տենց ուտում է տանը։ Չինձ թվում է ես օրինակի մոտ էլ լինում, գիտես ինչ sense հա դու sense պահում ես, ինչ որ հաճի է դա, sense չէ, բայց ես գալիս եմ մի մոմենտ, ուղղակի sense մի պիչնյուշկա որտե ինչ կան նխր այդ մի ֆեշն ինչ կան լուրջ, նու հայ որտե ամենապարապ ես քայլում ես, բան այդ մի պիչնյուշկան բան չանես։ Դե հա մի հատ պեչեն հաստատվաշ։ Քանի շատ կալոր է չի։ Ես օրինակ եթե ինձ չզսպեմ, չհետևեմ, շատ արագ չաղանում։ Դու ես շուտ։ Ես շատ արագ։ Ես մեր 2 տարի առաջ 15 կիլոնի հարեցի։ Վաու։ Ու հիմա այդ քաշս արդեն 2 տարի պահում եմ, բայց շատ սպորտով եմ զբաղվում, որ գնում ես, այսինքն էլի տենց դու տենց շաբաթը քան անգամ։ Հա, ես շաբաթը քան անգամ ես գնում։ Հա, երևի 6 անգամ։ Օ, մենակ երկշաբթի օրը չեմ պարապում։ Իսկ քոնը ինձ ոնց Իմական ուժային է, թե նենց։ Չէ, ուժային 2 անգամ եմ շաբաթ անում, վազում եմ ու հեծաներ եմ քշում։ Կարդիոյի մեջ։ Հա, վազում եմ, հեծաներ եմ քշում, հեսա շուտով լողնեք սկսեմ, որտեղ ուզում եմ տրիաթլոն անեմ։ Տրիաթլոնը դի 3 սպորտ, լող, հեծանիվ, մեկ է
վազք ու Ironman-ի մասին եմ երազում, որ Ironman անեմ։ Ironman-ը մի հատ աննորմալ բան է, գիտես ինչա, 3-8 կիլոմետր լող, դրանից հետո 180 կիլոմետր հեծանիվ ես քշում, դրանից հետո էլ 42 կիլոմետր full մարաթոն ես վազում։ Դե հաստատ ամասի չէ։ Չէ։ Այդ ինձ թվում է ոչ մեկի համար չի, բայց ինչ որ մարդիկ են նվիրված են դրան, որ կարողանում են անեն էլի։ Օրինակ մենք այդպես տրիաթլոնի ակումբ ունենք, որտեղ ես անդամ եմ, արդեն 15 տարի, եթե չեմ սխալվում, կա, ես մի տարի միացել եմ, մենք Tri Club-ում տղեկ ու աղջիկներ ունենք, որ full Ironman-ը մի քանի անգամ արել են ու այդպես Ես առաջ անգամ լսում այդ Ironman-ի Ironman-ը, հա, ինքը ամենադժվար մրցումներից մեկն է աշխարհում համարվում ու բնակչության ընդամենը 0.005%-ն Ironman արժացրել բանն է եղել Ամերիկայի Մարսկի կոծիկին որ կան, լսած կնես, իրանք մի օր որոշում են, որ դա պետք է անեն 15 հոգով անում են ու 12-ը վերջանում են, բայց իրանք աշխարհի ամենաէլիտար ոնց որ վայնի խումբն են ու տենց հետո քիչ դարավ մոդա տարածվեց հիմա ինքը տենց համաշխարհային լուրջ մրցույթ է դառել որ աշխարհի տարբեր երկրներում անում են ու մարդիկ տղամարդիկ ու կանայք գնում են անում են Ironman կա full ու half-ն է բանան 2 կիլոմետր լող 90 կիլոմետր հեծանիվ ու մի քիչ բան է ինքը այսինքն կեսն է half Ironman կա ու full Ironman կա դե full-ը չգիտեմ ես հիմա որ պատկերացնում եմ ինձ էլ ավախենալու թվում բայց ես մարաթոն վազել եմ full 42 կիլոմետր դժվար դա հա իսկ քո կյանքում ամենադժվար բանը որ արել ես ի՞նչն է եղել եկանք դժվարությունները դժվար դժվար արցա բայց դժվար բան որ արել եմ այսինքն դից դժվարություն որ հաղթահարել ես անպայման չի ֆիզիկական եղի կարող նաև մենտալ լինի կամ չգիտեմ Հայաստան հետ տեղափոխվել կամ որոշում կայացնել ինչ որ քո կյանքում ինչ որ մի բան փոխել Չէ, այստեղ տեղափոխվելը դժվար չէր Լավ դե արի դրա մասին խոսանք միջով դու մտածես ոնց էր տեղափոխվելը իսկ հիմա դրանից հետո մի անգամ հաջորդ հարց տամ քեզ այդտեղ ոնց ես զգում լավ ես զգում հա սկզբում անսովոր էր իրականում դա այդքան էլ շատ 22 թվականն է չէ տեղափոխվել հա դա մեկ հատ որ հա տեղափոխվենց մի ինչ որ մի տեղից որտեղ մի քիչ ուրիշ մենտալիտետ է չնայած որ դա մի հայ ընտանիքի մեջ է մեկը մեր ընտանիքում միշտ հայերեն խոսալ ընտանիքում ու մեր մենտալիտետը միշտ էլ դեղ էլ է մնացել բայց չգիտեմ շրջապատ այդ տեղի հենց մենտալիտետը ու այդ սկզբում հա նես չէ այսինքն որ sense շատ անհեն որտեղ եմ որտեղ դե մինչև այդ չգիտեմ տարին մի անգամ կոնե ես գնում գալիս էի բայց sense հա դա սկզբում sense լոր sense սովորում է sense շրջապատ sense հա կան բարեկամներ կան ընկերներ բայց հələ sense հələ չես սովորի այսինքն հələ որ sense հարմարվելու process-ն է հա դա հա ինչ որ կան մելոջ բաներ որոնք sense հիմա կարող sense ճիշտ բայց մեկը ուրիշ է ասած մի քիչ սովորում ես ինքը օփշի ես իրականում հա անսովոր էր բայց ինձ մեկը sense չեմ զգում օտար чужим я не чувствую հա չգիտեմ Քոլեզով են խոսում մարդիկ մուրուկ են տղեկը հա որտեվ չգիտեմ sense հա sense հա ուրիշ երկում եմ մտածել բայց մեկը այդ զգացմունքը որ ինչ որ
օտարես քեզ զգում, չէ, դա չի եղել։ Հա, ինչ որ sense բիտավոյ բաներ sense կարող է sense ինչ որ բաներ, որին դու սովորել ես ունենք դե մի քիչ ուրիշ ձև, հա, սա կարող մի քիչ ուրիշ է, դա հա, բայց sense գլոբալնի օքեյ է, լավ եմ զգում, ու sense այս տարիների մեջ ավելի sense շատ ընկերներ, լավ ընկերներ ոնց է դա ասեմ, ոնց է ձեռք բերել։ Հա, հետո Արխեն, եթե ինչ-որ բառ չես հիշում հայերեն, ռուսերեն ասես կփորձեմ թարգմանել։ Ես ուղղակի ես բանման որ պիտի եթե հայերեն եմ խոսում, պիտի sense աշխատեմ, sense full հայերեն խոսալ։ Մեկ իրական դժվար է, որտեղ բառեր կա, որ sense si ոնց էր sense ու ստացվում մեկա, բայց մեկա օրինակ գրել կարդալը այդքան էլ մեկա դժվար է, հա։ Դե աշխատում եմ պրակտիկան շատն է, բայց այդքան էլ իրականում շատ պրակտիկա չեմ անում, բայց մեկա լավ տենց դանդաղի մեջ է, sense հա։ Հետո ինչ տեղափոխվել, հա։ Իսկ ծնողները տեղափոխվել են, թե ընդեղ են մնացել։ Չէ, ընդեղ են, բայց պապան ձգտում է, ունի իրենց ցանկություն մտքեր, դժվար է, հա, որտեղ գործ ընդեղ է, այնց ամեն ինչ ընդեղ։ Հա դժվար է, որ միտեղ կյանքդ կառուցում ես, այն մարդկանց համար, որ մի անգամ իմիգրացիայի մեջով անցել են, երկրորդ անգամը շատ դժվար է, որտեղ այդ process-ը իրականում Հայաստանում շատ չեն խոսում դրա մասին, բայց այն մարդկանց հետ որ խոսում ես, որ Ռուսաստան են տեղափոխվել, Ամերիկա, Եվրոպա, շատ-շատերը դժոխքի մեջով են ասում, ինչով կարողանում են կայանալ։ Շատ մեծ ստրես է ու դժվար է, այնպես որ երկրորդ անգամ դրա մեջով անցնելը պատկերացնում եմ, որ շատերի համար էլի դժվար կլինի ու կարողա չուզենան այդ քայլին գնան։ Հա որ ջայլես կարող է այդքան չես էշտությամբ, բայց ինձ թվում է ինչքան դու մեծանում ես ու ինչ որ տենց էլի տեղափոխվել է։ Ընկերներից մեկի հետ էի խոսում, ինքը Ամերիկա էր տեղափոխվել շատ փոքր տարեկանում, 18-19 տարեկանում, այն բանով որ գնալու է այնտեղ փող աշխատի ու հետ գա։ Հիմա 20 տարի անցել է, ասում եմ, ես վերջերս հիշեցի, որ ես ինչ է ինձ խոսք տվել այն ժամանակ ու հիմա ուզում եմ հետ տեղափոխվի Հայաստան, բայց մեկը այդ process-ը շատ դժվար է, էլի։ Բայց արդեն ոնց որ Հայաստանում անշարժ գույք առե ու սկսում է քիչ-քիչ գա, ինչ որ բան փորձի ստեղծի, հետո որ խոսում է, ասում է մեկը դժվար է, բայց գիտի ինչի համար անում, որտեղ այն ժամանակ ինքը իրան խոսք էր տվել, որ հենց դզվեց հետա գալ։ Ու ինքը հիշել է ինքը իրան խոստում էլ ու դա էլ է դա տենց հետաքրքիր պատմություն է։ Сдерживает слова։ Հա։ Իսկ ասացի ուզում ես սկսես ճամփորդել, ինչ որ կոնկրետ երկրներ կա, որ ուզում ես գնաս։ Այ Čo կոնկրետ երևի հա, ինձ թվում է Իտալիա, Ֆրանսիա։ Եղել ես այնտեղ Իտալիա։ Չէ։ Եղել եմ մենակ վերջի որ հա, այդ համերգներով ստացվում է Շվեյցարիա, Իսպանիա, Գոլանդիա, մեկ էլ Շվեդիա։ Երկու ասում ես լավ չեկլիստ է։ Բայց դա իրականում դա երկու տենց 3 օրով, այսինքն տենց ջենց ճանապարհորդել չի եղել, այսինքն եղել է մի քիչ տենց այդ քաղաքում մի քիչ քայլել, տենց նայել, հա, մի քիչ մարդկանց հետ շփվել, բայց հենց ճանապարհորդություն, տենց որ չգիտեմ, տենց գնաս մատ մեքենա վերցնես, ես օրինակ ուզում եմ շատ տենց Եվրոպայով մի հատ որ մեքենա վարձեմ կարա լինի ինչ-որ մինիվեն, մի քիչ տենց ընկերներով կամ զուտ ես ու իմ կինը ու տենց մացենց երկներով ֆռալ։ Հա, հենց դաժե քշելով, այսինքն սահմանով չէ, տենց այդ որպես մատ նայես, որ ֆիքսես այս ամեն ինչը, տենց глаз, чтобы всё это вот շատ կայֆ փորձառություն է։ Այս վերջի անգամ
մի քանի շաբաթ առաջ էինք Իտալիայում, հենց գնացել ենք մարաթոն վազելու, մեքենա վերցրեցինք, տենց գնացինք Շվեյցարիա, Իտալիայում ֆրացինք մի քիչ ու հենց այդ մեքենայով այդ քո ասածը ոնց էր շատ ուրիշ է լրիվ ուրիշ է, որտեղ ուզում ես կանգնում ես, ինչքան ուզում ես կանգնում ես, չգիտեմ, կոവിഡ്ից առաջ եմ, որ կնոջս հետ էլի գնացել ենք Իտալիա մեր ամենասիրած տեղն է, նո հանրային դեպսի կինս ասում է Իսպանիան ավելի լավ, ինքին էլ է շատ իտալիան սիրում, հա ու գիտես ոնց էինք ոնց որ առաջ 2 օրը վերցրել էինք տունը Airbnb-ով ու ավտոն էինք վարձել։ Ու տես քշում էինք, որ քաղաք հասնում ենք, այդտեղ տուն էինք վերցնում։ Այդ գիտես ինչ կայֆ է, միանշանակ խորհուրդ եմ տալի տես բան անեք կնոջդ հետ, հաստատ տես շատ կայֆ կլինի։ Մի շաբաթից 10 օրը լրիվ հերիք է։ Այսինքն ամեն օրը մի ուրիշ տեղում է։ Հա, ամեն օրը մի ուրիշ տեղ ես գնում, քանի որ մեքենայով ես, այդ ազատությունը ունես, քշում ես հասար, չգիտեմ, հռոմ մնացիր, քշեցիր, հասար Պիզա, այնտեղ մնացիր։ Այսինքն դու նախորդ չես բրոն անում այդ Airbnb, դու հենց ասար տեղում հենց այդ օրը բրոն էինք անում, օրինակ արթնանում էինք, ինչ որ քաղաքում ասում ենք այսօր ուր ենք ուզում գնալ, քշում էինք այդ կողմ, ճանապարհին բրոն էինք անում, այնտեղ ֆռում ենք, գնում ենք այդ տանը մնում ենք, հետո հաջորդ օրը ուրիշ քաղաք։ Դե սա այո, անցնի վիզաները ժամկետը կա, մատիտի կպկազ։ Եվրատեսիլից հետո ես թվում է դու արդեն վիզայի խնդիր չես ունենա։ Բարդես ես Եվրատեսիլի Հայաստանում ներկայացրել խնդրեմ ինձ մի 10 տարի վիզա տվեք։ Մուրցի վիզա որ 10 տարվան հանգիստ կֆռակ արդեն կնոջդ հետ։ Իսկ հետաքրքիր է ընտանիքդ ոնց է վերաբերվում այս ամեն ինչին։ Մենք որ հիմա չգիտեմ անընդհատ տարբեր տեղեր պետքա գնաս, հեսա գնալու ես Եվրատեսիլին մասնակցես, դրանից հետո էլ պետքա ինչ-որ միանշանակ տուրեր ունենաս, դժվար է երաժիշտի, չգիտեմ, կին ելնելը։ Լսի, դու նկատի ունես, հա, եթե իմ կնոջս մասին եթե ասեմ, ինքը հենց թիմի մեջն է, այսինքն ինքը հենց իմ հետ է, ինքը այս ամեն ինչ, ամեն process-ների հենց օգնում է ու ինքը հենց մեր թիմի անդամն է ու շատ պատերժ կայանում ինձ, ասես չգիտեմ, ինձ թվում է, եթե նա անչիներ ես կարող ասենց բալինե հա, որովհետև հա, ասենց ինքը շատ բաներ իր վրա վերցնում, այսինքն ինչ-որ տենց մոմենտներ օրգանիզացիոնի, ասենց ինչ-որ տենց մանր-մունր, ասենց լիքը բաներ կա, որ ինքը նաև օգնում է, հա, շատ։ Իսկ եթե օրինակ խոսալ ծնողների մասին, դե իրանք ասենց չգիտեմ, ամեն խոսալուց ասենց ասում են, հա, առաջ տեղն է, չէ՞, չկա։ Ասեմ, պապ, դե չգիտեմ, ասես դժվար է, չգիտես, ոնց կլինի, ասես շատ ֆակտորներ կա։ Դե լատարի է լրիվ։ Բայց պապան ասում է, դե ինձ թվում է ինչ-որ զգում եմ, ինչ-որ կարող է ասես։ Մյուս տարի Հայաստանում լինի։ Չէ, աջակցում են, պատերժկային անում միշտ sense հենց այն օրվանից որ պատասխանում ենք դեպի Եվրատեսիլը դե ծնողներս եկան Երևան, հենց այդ դեպի Եվրատեսիլում զալում էին այնտեղ, հա։ Դզեց շատ։ Հա, սկզբանե դա մամային բանալեցինք, որ մաման գալու է, պապան էլ արցնական էր, գործի այդպես մոմենտներով, այդպես չգիտեք, կստացի թե չէ, բայց վերջում ասաց չէ, թողում եմ գործը, գամ այդ մոմենտին իմ տղու մոդելին են։ Նայեցի, շատ ոգևորիչ է։ Իսկ հետ գյուղ գնացել ես։ Գյուղ, նայ, ձեր գյուղը։ Դե նկատես ես վերջերս։ Հա։ Չէ, ու հա ես sense մի քիչ հենց մտածում եմ դեպի Եվրատեսիլից հետո գնալ գյուղ, բայց չէ, դեռ չենք գնացել։ Բայց այնտեղ տուն ունեք։ Հա, իմ ստացա պապական տունը, հա, ընդ մարդ չի մնում, բայց կա տունը, տենց հետևում ենք տանը, իմ հորքուրը գնում է նայում է, տենց ամեն ինչ որ։
Մաքուր, բան։ Այդ Բայց իմ հա իրականում պիտի մատ գնանք, ինձ թվում է կարող է տեսնենք, կարող ասենք մինչև Շվեյցարիա գնալ մտնենք գյուղ, որտեվ հա իմ պրոստի հիմա հասկացա, որ դեպի արտեսից հետո չեմ գնացել գյուղ, ասենց լավ չեմ արել։ չէ դե օքեյ, այ պատկերացնում եմ իր գժական schedule-ը բան ունես հիմա Դա հա պլանավորում ամեն ժամ բան։ հա գյուղ գնալը պետք է։ Մինչև գնալս տեղը համերգ ունես, չէ։ Չունես համերգ։ Չէ։ Հեսա ստացվում է այսօր 29-ը, մայիսի 3-ի գիշերը թռնում ենք։ 3 օր։ Մայիսի 3-ի գիշերը։ Հա, շաբաթ օրը։ Բան չմնաց։ Որ ասես նայում եմ քանի օր ինչքան է մնացել մինչև ելույթը։ Իսկ Եվրատեսլից հետո զգացել ես, որ քեզ չգնեմ փողոցում ավելի շատ են մարդիկ մոտիկանում։ Հա։ Սենց երեխեք եմ մոտիկանում նկարվում։ Դա հատկապես երեխեք։ Հա, երեխեք մամաների հետ ասես կարամ տղեն նկարվի ձեզ հետ, բան, տենց հա իհարկե։ Հետո սենց զգում եմ սենց ջր խոսում են սենց ջր։ Իսկ պատասխանատվություն զգում ես քո վրա։ Շատ, օրինակ ճնշում կա։ Լսի, չէ։ Որ պիտի գնաս, հաղթես, չգիտեմ։ Չէ, տենց չէ, այդ առումով ամեն ինչ օքեյ է, ոչ մեկ սենց ինչ որ բան չի դնում էլի, սենց բեր, ոնց է ասեմ, սենց ուսերից։ Չէ, ավելի շատ դե ես եմ ավելի շատ սենց հասկանում ու ես ինքս իմ մտքերում սենց հասկանում որ նենց ուղղակի ելույթ չի էլի, մա սենց կոնկուրս է, որ ես գնամ, մասնակցեմ շատիկի իմ հարազատ երկիրն եմ ներկայացնելու, սենց հա չգիտեմ ինձ համար ամենակարևորը է դի այս մաքսիմալ լավ ներկայացնում, այսինքն չգիտես հա որտեղ կլինի, ո՞ն մարդիկ Եվրոպան ոնց կընտրեն, բայց որ ելույթը որ սենց մաքսիմում լինի, այսինքն որ սենց հետո սենց նայեմ, սենց չէ, լավ էր սենց։ Այսինքն սենց որ ես որ իմանամ որ մաքսիմում եմ արել, այսինքն ամեն ինչ շատ սենց ելույթը լավն էր, ինձ թվում է դա ամեն կարևորն է, այսինքն այդ տեղը ես չեմ կարա դրա վրա ես ոնց ասեմ повлиять։ Դա արդեն ոնց որ հա Եվրոպան, տարբեր պետությունները իրանց ֆավորիտը ով է, իրանք կընտրեն, բայց որ sense ելույթը մաքսիմում լավ լինի, որ sense այդ ինչ որ կիքսեր, ինչ որ մոմենտներ, որ դա sense մինիմումի լինի, այսինքն, որ ես որտեվ դա չգիտեմ, դա պատմություն է լինելու, այսինքն դա մնալու է, всё։ Արտաներ անցնելու է, որ sense չգիտեմ, մտեմ YouTube ասեմ մատ երեխեքիս սիստեմ տեսեք։ Գիտես պապատվոր դեր է։ Բազելում Եվրատես կամ թորնեյդ կան, չես ասես լեկեք տեսեք ձեզ ինչ եմ պատմում 2025 թիվներ։ Ոչ շատ է, որ ոդկասթը մեսրուկ է դա քերու sense Իստորիա։ Դե հա, հաստատ ընտանեկան մի հատ շատ մեծ պատմություն է, որ աշխարհում շատ մարդիկ տես պատմություններ չունեն պատմել, էլի։ Հետաքրքիր կլինի։ Դա կարևորը բան չանես, էլի, չլարվես։ Դե կլինի, պալյուբոմ կլինի, բայց չափի մեջ։ Իսկ օրինակ բեմ դուրս ես գալի։ Լարվածություն կա։ Չգիտեմ, անգամ եթե 100 հոգի է զարնում։ Լսի կա, ուղղակի ինքը ուրիշ ծեվի լարվածություն, այսինքն դու մեկը զգում ես այդ լարվածությունը, բայց եթե քեզ sense մի քիչ ավելի sense բանա տալիս sense ինչ որ sense մոտիվացիա, sense հա, որովհետեւ դու արդեն բարձրանում ես մի քանի վարկանից դու արդեն ահա, всё, այդ բանը անցավ։ Всё։ Հենց սկսում ես երկես անցնում, հա, արդեն կոմֆորտ է կապ մի քանի վարկանից, հա։ Դա սկզբնական որ դու այդ սկսում ես, հետո արդեն sense արդեն մտար այդ բանի մեջ ինչ որ привык։ Հա, սովորում ես։ Ինչ եմ հարցնում, օրինակ, երբ որ ես ոդքասթը նոր էի սկսել, այն առաջի ժամանակ ահավոր լարվում էի։
ամեն անգամ ոդկասթը սկսելուց լարվում էի։ Հա։ Հիմա տենց այնքան սովորական է դառել, որ Որովհետև հա, դու же հա, как-то ոնց ասեմ։ սովորում ես էլի։ Հա, որովհետև հա, ես դա հիշում եմ առաջ օրինակ 50-100 հոգիներ, հա, ես Մեկը լարվում։ լարվում էի, հա։ Հիշում եմ օրինակ դպրոցում առաջ ելույթը, դա ինչ էր, դա շատ է վախում։ Այդքանի տարեկան էր։ Էդի 2008 թիվներ ստացվում է, այս ասեմ, 2008 թիվ մաթեմատիկա, միարկան։ Որտե՞ն ես ծնվել։ 94 14 տարեկան։ 14 տարեկան ապրես։ Գիտեմ մաթեմատիկա։ Լարված։ 14 տարեկան, հա, ուտի տարած ելույթներ ու իմ քույրիկս ինձ ոնց որ ասեմ տարավ բեմ, այսինքն ինքն ինձ ոգևորեց, այսպես արի փորձենք։ Հա։ Այսինքն դե ժամանակ ես այնց նոր փորձում եմ ինչ որ այնց գրել, ռեփ էի գրում այդ ժամանակ ես, այնց երգել, այնց ինչ որ ինձ համար այնց ռեփ, այդ բանի մեջ է, այնց նո, նե չէ ես ինչ այնց գրում եմ, բայց դրա մեջ էի ու այնց ոնց որ քուրիկս առաջարկեց այնց երկով երկես, այնց ասացի չէ, էլի այդքան էլ երևի բան չէ, էլի Ամոչի երկի։ նո այնց հա ոնց որ ես ռեփ եմ բանանում այնց երկել, դա բայց այդ երկի մեջ ես բան էի ռեփ էի կարդում, դա ռեփ հատված էր, բայց հա եթե այդ չլիներ, այդ ոնց որ Այդ օրը տենց հիշում ես։ Հա, այնց ինչ որ օրանժևի գույնի, հիմա տենց բանով է, շորով է, հիմա տենց սվիթ շոտ էր տենց օրանժևի գույնի։ Ինքել ջինս շալվար, հա։ Հա։ Ճիշտ ռեպերի բան։ Սիրում եմ օրանժևի գույնը։ Իմ ցրեդ։ Այդտենց բանը որ լավ է որ դու սիրած գույն ունես։ Այս վերջերս տղես ասում է պապ քո սիրած գույնը ինչ է։ Ես մտածի որ ես էլ ժամանակին երևի սիրած գույն ունեի, բայց հիմա մոռացել եմ այդ հարցին ստիպեց որ խորանա որ ինչքան բաներ կա որ մենք սիրում ենք կամ պատկերացնում ենք, բայց մեծանալու հետ մեկտեղ այդ ամեն ինչը կորցնում ենք։ Մտածեցի, ասացի կապույտ։ Իրականում ես էլ հիմա Եթե ասացի տենց որ ուրախանա որտեվ իր սիրած գույնն էլ է կապույտ։ Ես տենց չէի հիշեցի փոքր ժամանակ իմ սիրած գույնը որն էր։ Մամային զանգեցի, մաման ասաց կարմիր ու դեղին էիր սիրում։ Մամի սիրած գույնը որն էր։ Հա, մամային է տարօրինակ թվաց, ասաց երևի տղես։ Ինչ տարօրինակ հարցեր է տալի։ Ուրիշ բան հարցն է, չգիտեմ։ Գույնը։ Հա, չգիտեմ, այդ գույնի առումով օրինակ առաջ արանժը կարա ասեի, բայց հիմա օրինակ որ թե տենց հարցնեն, ես չեմ կարող ասեմ ինչ որ սիրած գույնն ես, դες դու էլ մեծանում եք, մոռանում եք մեր սիրած Հա, բաները։ այսինքն չգիտես, ինձ մոռանալ չէ, ուղղակի կարող է չգիտեմ, որտեղ տարբեր շոուեր կան, հետաքրքիր տարբեր գույներ կան, ոնց որ ասես, էս գույնն եմ սիրում։ Հա։ Կամ էլ հա, շորի հետ, անպայման չէ շորի հետ կապված լինի, բայց ես Իսկ հիփ-հոփ արտիստներից ում էր լսում այդ ժամանակ փոքր տարիքում։ 50 Cent, Eminem, DMX, Հա։ The G-Unit-ը, հա, Exhibit, Exhibit-ի հաղորդումը հիշում ես։ Тачку на прокачку։ Հա։ Ինձ ես միշտ նայելուց ասում վաու, ու սենց մտածում ես խր Դու էլ երևում եմ MTV-ի վրա մեծացած մարդ ես։ Тачку на прокачку։ Тачку на прокачку, հա։ Միշտ մտածում էր ինչքան ով է մուծում, ինչքան փող են ծախսում դրա վրա։ Այդ կարող է այդ մարդն է հենց վճարում, այսինքն ում մեքենա, թե իրոք իրանք են այդ լիք հարցեր էլի։ Հա։ Էլում։ Դա DMX 50 Cent-ը, 50 Cent։ 50 Cent։ 50 կոպեկ։
Համեր եկավ չէ, ու ես գնացի Հայաստան դեղի եկե։ համերգին։ Լավ անցավ։ Լսի հա, իրականում։ Ես չգնացի։ Չէ, լավ էր։ Մորտիկս սենց շատ։ Ուսես գիտես, ես ուղղակի էտել սենց շատ հետաքրքիր բաներ, զգացմունքեր, որ ես իշոն որ լսում եմ 50 Cent-ին, երբեք չեմ մտածի, որ ինչ որ կարամ իրան լսեմ, այսինքն, որովհետեւ դու հասկանում ես, հա Ամերիկայա չէ, էլի, ոնց չկարտես բալինի, որ գնաս իր համերգին։ Ու այդ մոմենտին sense կականած մտածում եմ, վաու։ Այսինքն կարա էլի տենց կանքը может всё быть։ Հա։ Իմ մոտ տենց զգացում եղել է, երբ որ երբ էր System of a Down-ի համերգին Հայաստան 10 տարի առաջ էր դա։ 15 ես live-ն էի դրանց հետո նայում ու մինչև հիմա sense որ նայում եմ ասում եմ խի ես այդ լսի տենց չէի բաներ, գիտես, ես ասեմ երբ էր Հրապարակում որ եղավ, չէ՞, Ամերիկան դատենես, հա։ Հա, 15 թվին։ 15 թիվը ապրիլի 23-ին էր։ Հա, 15 թվին։ Ուղիղ 10 տարի առաջ, ապրիլի 23-ին, հա։ Ու այդ օրը տենց շատ ուժեղ անձրև էր։ Հա, վիդեոը այնտեղ պահեր կա որ տես կայծակ ուժեղ խփում էր, բան։ Բայց լուրջ եմ ասում, համերգը վերջացել է, տենց նոր ջոգել ենք, որ տենց ուժեղ անձրև ա եկել։ Նենց էներգետիկա էր, նենց ինտերժում է, չգիտեմ 50-60 հազար հոգի մարդ է, որ լրիվ ուրիշ բան էր։ Ես տենց էներգետիկա դրանից հետո ոչ մի համերգին չեմ զգացել, որ հենց ոնց որ ճիշտ իրանք ճիշտ տեղն էին ու ճիշտ համերգներ, ու հետո որ սիստեմի տղեկի ինտերվյուներն անես, իրանք ասում են տենց համերգ լրիվ ուրիշ էներգետիկա, որովհետև ինքը ոնց որ Երևանում այդ վաղ այդ համերգը պետք է լիներ, չգիտեմ ոնց բացատրեմ էլի։ Վաու։ Իսկ ոնց է մատ ինձ մի քիչ էլի պատմի, ոնց էր, չգիտեմ, սաունդը։ Լսի սաունդը ֆանտաստիկ էր, այտենց շատ լուրջ սաունդ էր դրած, մասսան գիտես ինչ ձև էր։ Ես դաժե հիշում եմ կինս պետք է Ուկրաինայից այդ ժամանակ հետ գար, չկարեցավ հետ գա, որովհետև ընդհանրապես տոմսեր չկար, որովհետև Ուկրաինա, Ռուսաստան, Իրան, Վրաստան, սա երկրներից լիքը մարդիկ էին եկել։ Ու այնտեղ մենակ հայեր չէին, այտենց հարևան երկրներից, իսկ թվում է Թուրքիայից է մարդիկ եկած կլինեին։ Սաղ տեղերից մեր հարևան բոլոր երկրներից Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան, օրինակ մեր կողքը իրանցի բաներ էին, տուրիստներ էին, ու գիտես ոնց էին տժժում իրանք System of a Down-ի տակ, ոնց որ sense մուլտինացիոնալ տարբեր ազգեր իրար հետ այդ օրը հրապարակում այտենց մոտ գժական համերգ էր ու չգիտեմ, այդ շատ հետաքրքիր փորձառություններ են, որ մինչև այսօր հիշում ենք սաղս, որ գնացել ենք։ Դե, չգիտեմ, մի օր ինձ թվում է դու տենց համերգ գտաս, էլի լիքը մարդ կգա։ Ասում եմ։ Բայց հետաքրքիր է հիփ-հոփ, ռոք, ինդի, այլ ժանրեր ես լսում։ Պոպ երևի, R&B։ Հա, R&B, pop, դա նենց դա pop բաներ էլի հիմա sense շատ չկայելի sense ինչ որ տարբեր ձևի pop-ը, հա, indie pop-ը, բայց հա, R&B, pop ամեն ինչ էլ հա։ Հիմա sense չգիտեմ, հիմա ամեն ինչ էլ լսում եմ։ Դրանից էլ sense միացնում եմ այդ որ Spotify-ից հետաքրքիր sense կարող է ինչ-որ նոր արտիստների աններ։ Իսկ հայ արտիստներից ում հետ կուզեիր աշխատել։ Կամ ում հետ ես արդեն հասցրել աշխատել։ Դբրունետի հետ ենք միասին երգ թողարկել, նաև միասին պրոջեկտում ենք աշխատում։ Մենակ բրունետներ, իրականում Ռոզալինի հետ կուզեի, Ռոզալինի հետ sound ենք, լավ ընկերներ ենք, շփվում ենք, նաև իր Snap երգի cover-ն եմ տենց արել թողարկի ակուստիկ վերսիա։ Դու ես գիտար նվագում։ Հա։ Թույն։
դա կավեր է դա записали, տենց մատեր վիդեոյի նկարը։ Էդի տենց ես կուզեի երևի Սիրուշայի հետ կուզեի։ Սիրուշայի։ Հա, կուզեի ինձ թվում է կարա հետաքրքիր ինչ որ կալապ ստացվի։ Իսկ ծանոթ եք։ Հա, Հա։ դա Մադրիդում քերուտ ունեցավ, Մադրիդում էլ շփվեցինք։ Շատ sense, գիտեմ, շատ դրական էներգետիկա ունի։ Դե ուսով ենք տեսնենք։ Ռոզալինի кейսը լրիվ ֆանտաստիկ է, որ ինքը Եվրատեսիլը չհաղթեց, բայց այդ տարվա ամենահայտնի երգը դառավ Եվրատեսիլի։ Ու ամբողջ տարիների երգերի Եվրատեսիլի երգերի մեջ հենց սթրիմինգներով երկրորդ տեղն է Ռոզալին։ Առաջ տեղը բանն է Դանկ Լորենսը, երկրորդ տեղը Ռոզալինի երգն է։ Դե կարող անցնել պրինցիպի, եթե շարունակեն լսեն։ Միլիարդից ավել սթրիմ ուներ, չէ՞ ոնց։ Հա, միլիարդ կես։ Հա։ Ճիշտ միլիարդ անգամ երգ լսեն։ Ռիկի։ Կուզես դու պատկասը։ Լսի, մի կողմից ես սենց չգիտեմ, հա, չէ, դու իհարկե կուզեի։ Իսկ երգը որ գրում ես, պատկերացնում ես, որ ինքը հիթ կդառնա, թե չէ։ Այդ մտքում ունես, թե գրում ես ինչ եղավ։ Հիմա երևի սենց հաճախ արդեն այդ բանով եմ կարող մտածում, որ սենց, բայց ինձ թվում է պիտի դրա մասին մտածես, ինչ որ ձևի հա ոնց մարդիկ ավելի, բայց առաջնահերթին ինձ թվում է պիտի սենց այդ feeling-ի էլի, այդ mood-ի մասին, այսինքն որ այդ սենց vibe-ը բռնել, հա, ինչ որ սրտանց ինչ որտեվ սենց հայ, թե մտածես, սենց ինչ որ ավելի սենց տեխնիկական, որ սենց ավելի սենց hit-ի բաներ ինչ որ չէ, պիտի ինձ թվում է սենց ավելի այդ որ որտեվ դա հետո զգացվելու է հետո մարդիկ էտի։ Որտեվ հիմա օրինակ տեսնում եմ, մենակ ես չէ, շատ է նկատում եմ, որ օրինակ արտիստներ կան, որ երգը կոնկրետ գրում են նենց, որ ինքը ինչ որ կտոր TikTok-ում viral գնա։ Ահա, իհարկե։ Ու անգամ այս վերջերս մի հատ հաղորդում էին նայում, որ շատ երաժշտական բան այդ լեյբլները, կոնկրետ իրանց մարքեթինգ թիմերը աշխատում են նրա վրա, որ ինֆլուենսերները կամ տարբեր այդ TikTok-ում հայտնի մարդիկ սկսեն այդ երգի տակ ինչ որ վիդեոներ նկարեն, որ այդ երգը TikTok-ում viral գնա, տարածվի շատ մեծ։ Մեկ հենց տենց սարքած են TikTok-ի շատ որոշ երգեր կոնկրետ մարքեթինգի արդյունք, հա։ Չնայած երգերը կան, որ հաստատ մարքեթինգի արդյունք չի, օրինակ նույն Ռոզալինի երգը, որ տենց տարածվեց Snap-ը, չէ։ Չգիտեմ, շատ հին ռոք երգ է, հաղորդման սկզբում, հենց ոդքասթի սկզբում խոսացինք ինչքան լավ երգեր կան, որ տենց տարածվում են էլի TikTok-ով, այդ արտիստները ոնց որ երկրորդ կյանք են ստանում։ Այ, տարիներ ինչ որ երգ արդեն կարող ինչ որ ձևի մոռացվել, բայց հոп, նոր շունչ։ Բանն էլ էր, չէ՞, վերջերս տենց հայտնի դարը Walking on a Dream երգ կար։ Empire of the Sun, հաստատ լսած կլինես։ Էսի։ There's one We Are the People now. It's Walking on a Dream. Չնվագու։ Հա, հեսա։ Ձեր չի TikTok-ում լսած չլնես էսի։ Շատ ծանոթ է։ Իհարկե։ Իհարկե։ Ենք շատ ատարած է։ Էս այնքան երկ միացրեցինք էս ոդքասթին, որ Spotify-ը մեկ է YouTube-ը demonetize անել, կամ է բլոկ անի հայտարարենք։ Հարդես բան լինի իրոք։ Չէ, դե արդեն երաժշտության համար YouTube-ը բլոկ չի անում, բայց բան demonetize կարող լինի, կամ է եթե demonetize չլինի, արտիստին է գնում։ Օրինակ կարող է այս էպիզոդի
սաղ եկամուտը YouTube-ից եկող, որ ես իմ ինչի գնա բանին Empire of the Sun-ին։ Հա։ Որի համար մենք Սո։ ուրախ կլինենք, խնդրի չկա, ֆանտաստիկ արտիստներ են, ինձ որ support անեն։ Ես միանշանակ կողմ եմ, որ պետք է արտիստներին support անել ինչքան հնարավոր է, որովհետև մարդիկ մեկ-մեկ չեն պատկերացնում, որ երաժշտությամբ փող աշխատելը ինչքան դժվար է կամ համարյա անհնար։ Չէ, всё возможно, по-моему, просто sense ճանապարհ այնց թվում է, հա, այնց ոչ հեշտ, որ մոնետիզացիա անելը, հա, երաժշտությունը։ Անել հիմա կանգունից այն շատ է, պիտի էլի content marketing անես, որ Կստացի այդ կոմը շատ լավ աստասում։ Մերսի։ Այսօր քրիստակ Instagram-ի վիդեոներն էին, որ շատ լավ կոնտենտ են ստեղծում։ Թիմը կամ չգիտեմ, այ կոմանդա հետի, թե թիմի հա միասին տենց իդեաներ, միասին տենց կոնտենտ պլան, ինչ որ տենց նկարանումներ, հետո նաև հա եվրատեսիլի արտիստների հետ կոլաբ տենց։ Դենտեղ էլ բոլորով տենց իրար վիդեոներն կոնտենտ նկարում կոլաբ են գցում։ Հա, ոնց որ cross promotion իրար աջակցել։ Հա, իհարկե, հա։ Հա, ինչի՞ չէ։ Շատ լավ է։ Իսկ ինչն է քեզ ոգևորում, մեր վերջի տրադիցիոն հարցը։ Ինչ է ինձ ոգևորում։ Մարտիկ։ Կմարամասնես։ Չգիտեմ, ինչ որ հետաքրքիր ծանոթություն, հետաքրքիր շփում, նաև կարա էդի լինի ինչ որ էլի random ծանոթություն, մաչ փոքր շփում, բայց դու այդ շփումից կարաս ինչ որ մի բան հասկանաս, ինչ որ մի միտք, որ հետո կարա դառնա երգ, չգիտեմ։ Բայց հա ինձ միշտ իմ կյանքում հենց մարդիկն են ոգևորում։ Պարկ ջան, մերսի շատ։ Մերսի քեզ։ Քեզ good luck Եվրատեսիլում։ Բոլորս քեզ աջակցում ենք։ Սպասում ենք, որ շատ լավ ելույթ կունենաս ու ամենակարևորը վայելի։ Մնացածը սա խեճ։ Ամենը շատ կարևոր է վայելեր, որտեղ։ Հա, հաստատ։ Գնա ու տենց վայելի։